Գագիկ Ծառուկյանը շատ փոքր է, որ մեր իշխանության օրոք օլիգարխ համարվի, որովհետև նա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա եւ այլն, հա, ինքը շատ փոքր է։ Այո, նա եղել է օլիգարխ, այո, նա իր հարստությունը եւ քաղաքականությամբ զբաղվել է, ծառայեցրել է նախկին իշխանություններին, բայց մեր իշխանության օրոք օլիգարխներ չկան, որովհետև մեզ դա, այսինքն քաղաքացին է, մեր օլիգարխը, հասարակ քաղաքացին է, ով իր քվեով որոշումների վրա է ազդեցություն ունենում, նրա կարծիքն է հաշվի առնվում եւ նա է ձևավորում իշխանությունը։ Այ եթե այլ երկրների իշխանությունների համար նրանք օլիգարխներ են, այ դա արդեն մենք չենք կարող ասել, այլ իշխանությունների ղեկավարները կարող են ասել այլ երկրների, ինչպես օրինակ տեսանք, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ հստակ հայտարարեց ռուսամետ ուժերի մասին Հայաստանում գործունեություն ծավալող եւ խնդրեց, միջնորդեց, որպեսզի նրանք կարողանան զբաղվել քաղաքականությամբ Հայաստանում, ինչը մերժվեց մեր իշխանության ամենաբարձր ներկայացուցիչի կողմից։